կառավարությունը ինչու՞մ է աջողում, ավելի շուտ ոչ թե կառավարությունը, այլ ինչպես դուք եք ասում, փոքրիկ խմբակը։ Իրենք ստեղծում են միֆեր եւ այդ միֆերը արագ տարածում են ու հետո իրենք էլ են սկսում իրենց ստեղծած միֆերին հավատալ եւ ավելի մեծ համոզմունքով են երկրորդ անգամ ներկայացնում։ Ես փորձեմ ներկայացնել այդ միֆերից մեկը։ Այդ միֆերից մեկը դպրոցաշինությունն է, որ ամեն քայլափոխի նրանք դա շահարկում են։ Իսկ իրականում ինչ է այդ միֆը։ Այսպես է կոչվում ծրագիրը ուսումնական որակի բարելավում։ Այդ վերնագրի տակ, ուրեմն, հանրապետությունում փակվելու է շուրջ 230 դպրոցներ, հիմնականում սահմանամետ շրջաններում։ Եվ արդեն պատկերացնում ենք ինչ է կատարվելու շատ մոտ ապագայում, այսինքն այդ գյուղացիները կամ սահմանամերձ շրջանի բնակիչները բնականաբար լքելու են։ Այդ դպրոցները բաժին է հասնելու Ադրբեջանի երեխաներին, դրա համար իրենք հատուկ ծրագիր են անում դա։ Տեսեք ինչ է արվում, սոցիալական ոլորտում մեր ուրեմն իրականությունը, մեր պատմությունը մի փոքրիկ խմբակ փորձում է խմբագրել։ Կարծես մենք չենք եղել, մենք արմատներ չենք ունեցել։ Առաջերտին շնորհակալություն շատ կարևոր հարց բարձրացնելու համար եւ ես շատ ուրախ եմ, որ մեր հասարակության մեջ մնացել են մարդիկ, ով կարևորում է հայրենասիրությունը, կրթական համակարգը, միայն ձեր նման մարդկանց շնորհիվ, ձեր բարձրացած հարցերի շնորհիվ մենք կարող ենք կանգնեցնել բոլոր ձեռնարկված process-ները, որով սրանք քանդում են մեր ինքնությունը։ Ինքնությունը քանդելու համար ամենահեշտ ձևը սկսեն երեխաներից։ Երեխաները եթե չկարդան, չսովորեն, որ մենք ունեցել ենք մեծ երկիր, մենք ունեցել ենք շատ հերոսներ, մենք աշխարհի երեսին երևալու ենք որպես թույլ, վախկոտ, վախերի մեջ ապրող երկիր, հանկարծ առավոտ շուտ Ալիևը փրշտա, մենք պարտավոր ենք բոլորս արձագանքենք դրան եւ սկսենք գոռալ, որ մենակ Փաշինյանը կարող է մեզ բերել խաղաղություն։ Ամբողջությամբ կորցրել ենք ազգային ինքնասիրությունը, բոլոր մակարդակներով։ Դուք նայեք, ուշադիր նայեք։ Այդ մարդը ոչ մի բան չի կարողանում ներկայացնել։ Հիմա մտելա ընտրական պայքարի մեջ։ Մենք ծրագիր ենք ներկայացրել։ Իրենք էլ են ծրագիր ներկայացրել։ Վերցրեք ուսումնասիրեք։ Մենք հայտարարում ենք, որ մանկավարժների, կուլտուրայի բնագավառի աշխատողների, աշխատավարձները 5 տարում ամեն տարի համամասնորեն 150%-ով բարձրացում ենք։ Դա նրա համար ենք անում, որ լուծենք ձեր ասած խնդիրները։ Քանի որ եթե մենք չունենանք նորմալ հայրենասեր մանկավարժներ, չխրախուսվի այդ մասնագիտությունը, ես մանկավարժի ընտանիքից եմ, հայրս, մայրս եղել են մանկավարժներ։ Եվ ես տեսել եմ մանկավարժների բոլոր հնարավորություններն էլ, ոչ հնարավորություններն էլ։ Պետությունը պետք է խրախուսի եւ աջակցի ամենակարևոր մասնագիտությունը, որտեղ ծնողների հետ զուգահեռ այդ մասնագիտությունը դաստիարակում է մարդկանց, երեխաներին եւ ինչպիսի երեխաներ կունենա ցանկացած ընտանիք, շատ կարեւոր է մանկավարժների աշխատանքը։ Հիմա կոնկրետ Վարդենիսը ռեալ վտանգի տակ է։ Ունեին մեկ հատ թե հանրապետության համար, թե շրջանի համար կարևոր զարգացման օբյեկտ, որի կեսը նվիրեցին, դուք գիտեք որ առանց նույնիսկ կրակոցի նվիրեցին ադրբեջանցիներին։ Սոտկի հանգը մարդիկ
նույնիսկ չեն պայքարում այն բանի համար, որը սովետական ժամանակներից եղել է մեր երկրի զարգացման հենասյուներից մեկը։ Ինքը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ ա արել։ Մենք կամաց, հիմա դուք տեսնեք, ամեն ինչ բացահայտելու ենք, ամեն օր բացահայտելու ենք, որ մարդիկ հասկանան, որ մենակ հաց ուտելն ու ասֆալտով քայլելը դա ինքնանպատակ չի, որ սա է մեր ազգային ինքնությունը, ազգի հարստությունը, մեր երկիրը, մեր հասարակությունը այնպես է դեգրադացվել, որ մարդիկ միայն մտածում են մի հատ խալազիլնիկի մասին։ Հայրենիք, հայրենասիրություն, հասկացողությունը թողել ենք անցյալում։ Սրանց համար մարդը գոյություն չունի։ Սրանց համար իրենց աթոռը, իրենց պարգևավճարները, իրենց գռդոնը, դուք որ ասում եք դպրոց խես շատ կառուցում կամ ասֆալտ շատ, որտեվ ուղեղ չնա, այդ որ ցույց եք տալիս դրա համար։ Մի հատ գնաց հիստերիկություն արեց, դուշը քաշեց կամ ինչ էր, քաշեց պոկեց, հաջորդ օրը այդ դպրոցի արժեքը 2 անգամ բարձրացավ։ Ու բոլոր տենդերները կարող եք նայել կամ կրում են ԿՊԱ-ները կամ ԿՊԱ-ների համախոհները։ Այս մարդիկ համ դրսից են քանդում մեր երկիրը, վերացրին սփյուռքի ներկայությունը ամբողջությամբ Հայաստանում, մեր գլխավոր ուժը, մենք պարտավոր ենք, նորից եմ ասում, զարթնեցնենք մեր ժողովրդին, ինչքան հնարավոր է դուք եղեք ակտիվ, որովհետև ինքը հաստատ ձեր փողոցներում ղժղժալու է, սեր բացատրելու է։ Մենք հասնելու ենք նրան, որ իրենք սեր կարողանան բացատրել այդ ավտոբուսի ժողովուրդը միմյանց։ Իրենք իրավունք չունենան նույնիսկ ժողովրդին սեր բառը արտասանեն։ Որտեղ իրեն ճակատագիրը մեզ բացարձակապես հետաքրքիր չէ, իրար սիրեն, չեն սիրի, բայց ժողովրդին վնաս տալ չի կարելի։